Ողջույն բարեկամներ, այսօր արդեն մարտի 15-ն է եւ այն շատ կարեւոր օր է, պատմական օր է մեզ համար բոլորիս։ 1921 թիվ Բեռլին նույն այսօրը Սողոմոն Թեյլիրյանը սատկացրեց թելեց։ Սիրում եմ պատմությունը։ Սիրում եմ, որովհետեւ երբ խելոքները սովորում են պատմությունից, նրանց կյանքը համեմատաբար ավելի սահուն է, ավելի կանխատեսելի եւ զուրկ է մեծ ցնցումներից, իսկ այն մարդիկ, որոնք չեն սովորում պատմությունից, պատմությունը հետևողականորեն նրանց ստիպում է հաշվի նստել ու սովորել։ Երևի միտքս հասկացանք։ Ոչ մի թալյատ դեռ չի կարողացել Վրիժառուի գնդակից հաղթել։ Չի կարողացել պատմության մեջ եւ չի կարողանալու այսօր առավել եւս։ Եվ մարտի 14-ին արդեն կարծես թե ավանդական իրենց կիրակնօրյա պատարակները, նշակերտավոր պատարակների պղծումը դադարեցնելուց հետո, հասկանալով, որ դա ոչինչ չի տալիս իրենց, հակառակ ուժեղացնում են եկեղեցին, բարձրացնում են կաթողիկոսի ռեյտինգը, ձեռք են բերում նորանոր թշնամիներ, իրենց հավատացյալների եւ եկեղեցու սպասավորների, որոշել են հիմա էլ ուրախ ավտոբուս խաղալ։ Ընդ որում Արաբաթ Միրզոյան անազգանով Օմեգա գործակալը, որը համատեղության կարգով նաև ոչ ավել ոչ պակաս արտաքին գործերի նախարարը, գրում է, որ քարոզարշավի ամենահաճելի պահը քաղաքացիների եւ ընկերների հետ շփում, նրանց կողմից փոխանցվող էներգիան, էմոցիան, վստահությունը։ Բան չի չեք ասում, որ քարոզարշավը սկսվել է։ Բան չի չեք ասում, որ քարոզարշավը սկսվել է ու քարոզարշավի ժամանակ կարելի է մնալ, ասենք նախարարի պաշտոնում։ Մեկը ինձ կարող է ասի, սա ինչ է նշանակում։ Այո, այս մասին կոնկրետ հոդվածներով, մեղադրանքներով կունենայինք ձևակերպում, եթե մենք ունենայինք իրավաբանների այն խումբը, որը ես երազում եմ ստեղծել, որոնք արագ օպերատիվ կարձագանքեին այս կարգի խախտումների։ Ինչու՞մն է խախտում։ Չկա հայտարարված քարոզարշավ, չի սկսվել քարոզարշավ։ Եվ սա օրենք է խախտում։ Իսկ երբ քարոզարշավը սկսում, վարչապետ, նախարարներ, դրանք բոլորը, որպեսզի մասնակցեն քարոզարշավին, նրանք պետքա հրաժարական տան։ Ինչ է ստացվում։ Մի կողմից խախտում են քարոզարշավի կանոնները, մյուս կողմից էլի քարոզարշավի կանոններն են խախտում, լինելով իրենց պաշտոններին օգտագործելով եւ չարաշահելով իրենց իշխանական եւ պաշտոնական դիրքը։ Ես հիմա իրավաբան չեմ, որ ձեզ բառացի փոխանցեմ ինչ որ գրված է օրենսգրքում կամ սահմանադրության մեջ, ես ձեզ տալիս եմ կոնցեպցիա։ Սա խախտում է, սա հանցագործություն է։ Բայց ինչպես գիտեք, Հայաստանում կա անպայման մի շերտ, որի համար չկա հանցագործություն, կա մենակ մի բան, որը եթե անում է կառավարությունը, դա ճիշտ է, դա ընդունելի է, դա միակ ճշմարտությունն է։ Եվ այդ կարգի մարդիկ բերեցին, հասցրեցին մեր երկիր այս վիճակին, ընդ որում էական չէ կարգի մարդիկ ում են ծառայել ու հիմա ծառայում։ Ժամանակին Սերժն էր, Ռոբերտն էր, Լևոնն էր, Սուր Նիկոլն է, բաղ իրենք ծառայել են, չգիտեմ ում, եւ եթե այսպես շարունակվի։ Չնայած ցանկացած իշխանության ժամանակ գտնվելու են այդ մարդիկ։ Բայց մենք քաղաքացիներս պետք է հասկանանք մի բան, որ այդպիսի մարդիկ հենց դառնում են իշխանամերձ, արդարացնելով այս կարգի հանցագործությունները, իրանք արդեն հանցակից են։ Իմջելոց ասեմ, ցանկացած կառավարության աջակցություն դա արդեն այլասերվածության դրսևորումն է։ Երևի չկա ավելի բարձր այլասերվածության դրսևորում, քան իշխանություններին աջակցել, պաշտպանել։ Հիմա կասեք, ինչու՞։ Ինչի իշխանությունները իրավունք չունեն աջակիցներ ունենալու, ունեն իհարկե, բայց գիտեք որ իշխանությունները։ Այն իշխանությունները, որոնց երկրում օրինակ աղքատություն չկա։ Այն իշխանությունները, որոնց երկրում ասենք կոռուպցիա չկա, հա, որտեղ ընտրախախտումներ չկան։ Այո, գուցե, բայց մեր նման երկրներում ցանկացած տեսակի աջակցություն իշխանության դա բարձրակարգ այլասերման դրսևորում է։
էական չի ինչ ոլորտի եւ ինչ հարցերում են դրվում աջակցում, որովհետեւ իշխանությունները դրա համար չեն։ Իշխանությունները դա ժողովրդի ծառաներն են։ Եթե ինքը թերացել է իր աշխատանքի մեջ եւ դու դա չես նկատում, բայց հորինում ես ինչ որ մի բան, որ ժամանակավոր ասֆալտ են փռել, որի վրա դու կարող ես 2-3 շաբաթ գնալ գալ, որը բնականաբար մի տարի հետո չկա այդ ասֆալտը։ Ու դու դա սարքում ես դրոշակ չնկատելով մնացած անցագործությունները, դու այո անցակից ես։ Մենք շատ հավասկանում ենք, որ առ այսօր բոլոր իշխանություններին գովացողները դրանք իսրտե իրենց հավատամքի հետ համերաշխ մնալու համար չեն արել։ Երբեք։ Դրանք կոռումպացված, պալատական, իշխանամերձ, նույն ինչ որ կերակրատաշտից օգտվողների մի հատ կոնգլոմերատ է, որին այլ բառ կա նաև, դրանց կոչում են նաև կոլաբորանտներ։ Գնանք առաջ։ Դրա մասին է գրում Տիգրան Դավթյանը, կներեք, ես շեղվեցի մի քիչ։ Շնորհակալություն պարոն Արարատ Միրզոյանին իր անկեղծության համար։ 2 շաբաթ է մենք ենք ուրախ ավտոբուս Փետրվարի ասում են 2 շաբաթ է մենք ասում ենք, որ սա Քալոզ Արշավը, իսկ իրենք թե չէ, սա ներկուսակցական prime երիզը։ Եվ այո, տենց է։ Երկար չես կարող սուտ խոսալ։ Մեկ էլ մի տեղից մի բան դուրս է գալի, մի բլթոց դուրս է գալիս։ Եվ ոչ ավել ոչ պակաս իրենց արտաքին գործերի նախարարից։ Սա նայեք։ Որոշում եք, որ փողերը հետ գա։ Մենք դեր որոշմանը ենթարկվող ենք։ Պարտվեցիք, գործեցիք Արցախը, հիմա քանդված երկիրը։ Լսեք, ել եմ ասում, մենք այդ մտածողության հետ էլ ես համաձայն չեմ, այդ էլ մենք պետք է փոխենք։ Մենք Հայաստանը իմ ամանորյա ուղերձը եթե նայել եք, այնտեղ մի հատ նախադասություն կա։ Ասում են Ղարաբաղը մերն է։ Աստվածաշունչ չկարդացել եք։ Հիշում եք այս տողերը։ Ինք իրան արդեն ինք իր ամանորյա ուղերձին վերաբերվում է որպես աստվածաշունչ։ Կարդացել ես դա։ Մերներ այլևս մերը չի, բայց ես համաձայն չեմ հիմա նույնիսկ այդ ձևակերպ։ Ես ասում եմ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։ Հայաստանը մերը չէր, հիմա մերն է։ Որն էլ այդքան էլ մերը չի։ Որը որպեսի մերը մնա, մենք պետք է ուրանանք, փոխենք ամեն ինչ։ Բա այո։ Դե որտե գնում է թքվում է ներսին։ Սա է կարևոր, սա։ Սամսոն կերես տախում ես մաչոյի։ Դե ունենք այն ինչ ունենք։ Ողբերգությունը դրա մեջ է, որ մարդ կա, սա իր համար նորմալ է։ Եթե իհարկե դրանց կարելի է մարդը համանել։ Եվ այսպես զինվորականներին արգելել են բանակում խաչեր կրել։ Այ սա հետաքրքիր է, այ սա։ Իսկ կիսալուսին կարելի է, սենց ասեմ, լավ, կիսալուսինը ընտրողաբար է, թե արդեն պարտադիր։ Նիկոլ Փաշինյանի բանակում, Նիկոլ Փաշինյանի Հայաստանի բանակում։ Եվ այսպես արգելել է, որ հայոց բանակում զինվորականներին խաչեր կրեն, աշոտ երկաթ խաչեր էին բաժանվում, այդ խաչերն արգելվել է կրելու բանակում, սա ինչի մասին է խոսում, որ ինքը խաչի թշնամին է։ Երևի ներքին կարգով թեյի պաշտոն է, չգիտեմ, կամ կարող է փաստված հիմնավորելով, որովհետև լսել եմ դա։ Մարդիկ վախենում են, որ գործի հետ կապված խնդիրներ կունենան, բայց այդ խոսակցությունները կան ու իրենց պարտադրվել է այդ խաչերը անել։ Այո, ճիշտ է, շատերը չեն անում, շարունակում են կրել, բայց դա արդեն փաստ է, խոսում է իրենց խաչի թշնամի լինելու մասին։ Իրենք դեմ են հոգևորականների, Աստծու դեմ են, Սուրբ Հոգուն հայողները, մի խոսքով։
Ուրիշ բան չէր կարելի ակնկալել։ Տեսեք, սա չի հակասում սրանց կոնցեպցիային, սրանց բնույթին։ Սրանք սատանիստ են։ Այո, բոլոր դրսևորումներով իրենք սատանիստ են։ Եվ ես կարծում եմ, որ մարդիկ պետք է այս վերաբերյալ առանձնապես զարմանքի պահեր չունենան։ Իրենց ամբողջ իրենք կյանքով են դա ապացուցել։ Սպանել, հազարավոր երեխեքի տանել մատաղանել, ու հետո հանգիստ նայել այդ հանգամանքին։ Հանգիստ եւ ասել պետք է դուք ուրախ լինեք։ Ձեր երեխեքը մահացել են, որ մեր պետականությունը ավելի ուժեղանա, այն պետականությունը, որը պահելու համար էլի դու պետք է զոհողություններ տաս։ Պետք է հրաժարվես ամեն ինչից։ Հետո էլ ասեն, որ մենք թույլ չենք տա այդքան կոտորածների գնով, այդքան սպանությունների գնով, ձեռք բերած գիտակցությունը հանգարց կորսվի։ Սա պետք է նայել, սա պետք է նայել։ Չեք նվիրի։ Իհարկե չեմ նվիրի։ Եթե ունենաք հրահանգ չնվիրել, գիրք չեք նվիրի։ Իհարկե չեմ նվիրի։ Իհարկե, այսինքն ես կրկին ասում եմ, հանգաճունները արտաշիրիմում կազմակերպել տեղափոխել։ Կառաջնորդվեմ, ամեն բծախնդրորեն կառաջնորդվեմ մեր արտաքին քաղաքականության։ Ինչպես վարչապետն է ասում, որովհետև եթե ունեն Դուք հասկանում եք, արտակուստ մարդա չէ, տեսեք, բիոլոգիապես բարձրահասակ, միջին կառուցվածքի, նույնիսկ փողկապակապել, նույնիսկ հայերեն բառեր օգտագործում, բծախնդրորեն, տեսեք, ինչ բարդ բառ օգտագործեց, բծախնդրորեն, բայց փաստորեն ինքը մնացել է անասունի կարգավիճակ։ Այո, բծախնդրորեն վարչապետի հրամանները կատարում են բացառապես անասունները, որովհետև վարչապետի հետանգանքից բարձր կա օրենք։ Օրենք, արա։ Լսել եք դրա մասին։ Այ հոտ, իհարկե իրանք չեն լսել։ Չեն լսել, որովհետև իրենք օրենքով չեն նշանակվել այդ տարածքում։ Իրենք չգիտեն, որ վարչապետը իրենց աշխատողն է, որ վարչապետը ունի իր լիազորությունները, ինքը ունի իր լիազորությունները։ Ինքը նույնիսկ չի հասկացել ինչ է նշանակում քաղծառայող պոակի աշխատակից, ինչով անասուն չի։ Տեսեք, բարդ նախադասություններ օգտագործելը դա դեռ գրագիտության նշան չի։ Գրագիտության նշանը իր ֆունկցիաները, դերը, արժեքը իմանալն է։ Իր սահմանները, իրավունքները, դա է գրագիտության արժեքները։ Ոչ թե վերջավորություններով խոսալ, ոչ թե բարդ բառեր ասել, հասկանում եք։ Ամեն անասուն տեսնում եք դա կարող է անի։ Իսկ սա նույնիսկ չգիտի ինքը իր պաշտոնը ով է։ Ինքը ինչ իրավունք ունի, ինչ իրավունք չունի, իրեն ով իրավունք ունի հրամաններ տալ եւ ով իրավունք չունի։ Այո, եթե պարտապես ասել է, կարտաշիրի մեկ էս Արցախի համազոհվածներին։ Այո, ինքը բծախնդրորեն ամեն ինչ պատրաստ անել։ Լսեք, սա այս անասնադասն է, լավ հնչեց, չէ՞։ Այո, անասնադաս, որի վրա հիմնվում է ցանկացած Նիկոլ Փաշինյան։ Ցանկացած։ Անունը կարող լինի Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան։ Այո, այդ բոլորը հիմնված են եղել այս ժպիտով, այս վստահությամբ, այս պատրաստակամությամբ անասնաշերտի վրա, որոնց պետք կարող ես ասել ու նույնիսկ իրանք նեղություն չեն տա մտածել, իրանք իրավունք ունեն անելու դա թե ոչ, երկրորդներ իրանք պարտավոր են անելու դա թե ոչ, իրանք միանգամից ծնկած, արդեն նախորդ բոլոր դիրքերով պարկած, կանգնած, նախապես լողացած, մի խոսքով, պատրաստ կանգնած են, ժպիտով, welcome, ալեք ինչ ուզում եք, բծախնդրորեն ինքը կատարի ցանկացած կապրիզ, չկա ավելի գարշելի երևույթ, քան սեփական նախաձեռնության ստորացող կենդանի։ Դա բնավ ասում, թվացյալ մարդը, մինչդեռ դուք ձեր առջև տեսնում եք անասունի կատարյալ տեսակ։ Էական չի ինքով անազգանուն ինչա, մասնագիտություն ինչա, այ հիմա թող ես տեսանյութը տանեն, դնեն, հասցնեն ես բիոթափոնին, ասեն, լսի կողքից տեսնում ես դու ով է։ Հասկանում ես կողքից ինչ կարծիք ունեն մարդիկ քո մասին, ընդ որում հիմնավորված
Ես ճիշտ անունը գիտեմ, ոչ ազգանունը գիտեմ, ոչ պաշտոնը գիտեմ։ Ոչ մի բան։ Բայց մարդը հայտարարում է մի բան, որը լիովին նկարագրում է ով է ինքը։ Սա շարքային այն որ ունեցել են բոլորը Լևոնից սկսած մինչև Փաշինյան Նիկոլ։ Այո, եւ ես անասնաշերտի վրա հիմնում ցանկացած Նիկոլ։ Ցանկացած։ Ու գիտեք սոսկալին որն է, որ ցանկացած իշխանության այս տականքները ձեռ են տալի։ Առանց հասկանալու, որ սրանցից ավելի կեղտոտ շեր հիմնվելու համար չկա։ Սա այն ճագիճն է, որ թվացել sense գոր գայինքը, սիրուն, բայց որը թերիքա դնես դու մի հատ հենվես վրեն, տակը դատար գայինքը քաշելու տանի ներս, որովհետև ինքը բծախնդրորեն պատրաստ է ամեն ինչի։ Իսկ եթե բծախնդրորեն պատրաստ ամեն ինչի, այդ ամեն ինչը կարող է նաև ուղղված լինի հենց իրենց դեմ։ Հասկանում եք։ Հենց իրենց դեմ։ Այսինքն այս մարդուն էական չի, ինքը ինչ անում։ Փողը, հեռանկարը։ Այ եթե ավելի լավ փոխտվող, ավելի լավ հեռանկար առաջարկող եղավ, այս անասուն տեսակ է, նույն շփիտով բծախնդրորեն պատրաստ է հաջորդ վարքյանից գլխալ, փողկապի գույն, ուսակցություն ամեն ինչ փոխել եւ ծառայել նոր տիրոջը։ Այո, ժողովուրդ ջան, ես վստահ եմ ամեն մեկը ձեր միջավայրում ունեք այս կարգի շերտ։ Դուք երևի օրվա ռեժիմով եք շփվում, դուք պետք է հասկանաք, որ ձեր կյանքում ավելի վտանգավոր անձնական, աշխատանքային, չգիտեմ, առօրյա, ավելի վտանգավոր կենդանի, քան սրանք գոյություն չունեն։ Եվ սրանք պոտենցիալ վտանգ են բոլորիս համար, առաջին հերթին պետականության համար։ Լավ, ասենք առաջ։ Իրանը պաշտոնապես զգուշացրել է Ադրբեջանին, որ ժամանակը սպառվում է։ Իրանական կողմը պնդում է, որ ունի Մոսադի եւ ԿՀՎ-ի գործակալների թաքստոցների, բունկերների եւ հյուրանոցների հստակ կոորդինատները։ Իրանը պահանջում է վտարել նրանց, շեշտելով, որ իր թիրախը ոչ թե ադրբեջանցի ժողովուրդն է կամ բանակը, այլ հենց այդ գործակալները, մանկասպանները։ Բնակչությանը հորդորում են հեռու մնալ նշված օբյեկտներից։ Այս հայտարարությունը դասական նախահարցակ տեղեկատվական գրող է, որն ունի մի քանի շերտ։ Իրանը նախապես հող է նախապատրաստում հնարավոր հարվածի համար, նշելով, որ թիրախը մանկասպաններն են, նա փորձում է արդարացնել իր ապագա գործողությունները միջազգային եւ ներքին դիզայնի առաջ։ Սա ուղիղ ազդակ է Ալիևի վարչակազմին, որ Իրանի հետախուզությունը տիրապետում է Ադրբեջանի ներսում գտնվող զգայուն տեղեկատվությանը։ Ինչ եմ հիմա սա մասին ցույց տալի, որ դուք վաղը տեսնեք այս սկզբունքորեն հրաման իրականացնողները ոնց են միանգամից հակառակ դիրքով կանգնում նոր իշխանությունների առաջ։ Ընդորում ես նոր իշխանությունների ականջներն արդեն երևում է, նոր իշխանություններին արդեն հավատարմության խոսքեր տվողները արդեն չեն էլ ամաչում, արտահայտվում են, եթե մի ժամանակ թաքուն էին անում, հիմա արդեն բացահայտ է, այդ թաքցները ոչ մի առիթ չկա, որտեղ բոլորը գիտենք ով ում է ծառայում։ Ամեն ինչ պարզ է։ Համենայնպես հիմա ամեն ինչ պարզ է։ Ինչ է։ Հիմա այս նույն բծախնդրությամբ դուք տեսեք սրանք ոնց են շատ շուտով հակառակ դիրքով հակառակ ճամբարի դիմաց կանգնեն։ Սա նաև փորձ է սեփ խրելու Ադրբեջանի իշխանության եւ ժողովրդի միջև, ցույց տալով, որ իշխանությունը վտանգում է սեփական ժողովրդին, հյուրընկալելով օտարերկրյա լրտեսներին։ Հայաստանի համար այս լարվածությունը երկսայրի սույր է։ Եթե Իրանը որոշի հարվածել Ադրբեջանի տարածքին, դա կարող է հանգեցնել մեծ տարածաշրջանային պատերազմի, որտեղ Հայաստանը կամա թե ակամա կարող է վերածվել ռազմական թեթևաբերմի կամ տարանցիկ գոտու։ Ռազմական գործողությունների դեպքում հնարավոր է փախստականների մեծ հոսք դեպի Հայաստանի սահմաններ, հատկապես Ադրբեջանի հյուսիսային կամ հարավային շրջաններից։ Սա շատ վտանգավոր հռետորաբանություն է, եթե Իրանը իրոք անցնի գործողությունների, Հայաստանը պետք է պատրաստ լինի առավելագույնս չեզոք դիրք գրավելուն, միևնույն ժամանակ ամրապնդելով հարավային սահմանները հնարավոր սադրանքներից խուսափելու համար։ Սա ամենահետաքրքիր բառը գիտեք որն է։ Չեզոք դիրք գրավել։ Իբր Հայաստանը մի հատ դիրք է գրավել։ Հələ մտածենք այն չեզոքա թե չէ։ Այն որ Հայաստան լինելու է կասկած չունենայք։ Այն որ Իսրայելը չի գնալու է դա է կասկած չունենայք։ Այն որ այնտեղ չկա ժողովուրդ եւ չկա իշխանության մեջ հարաբերություններ, որ ինչ որ սեփ խրվի, ընդհանրապես դա աբսուրդ է։ Այնտեղ ընդամենը կա Ալիև, որը Փաշինյան Նիկոլի շնորհիվ պահում է իշխանություն։ Փաշինյան Նիկոլի շնորհիվ պահում է իշխանություն։ Եվ Փաշինյան Նիկոլն էլ իր հերթին
Ալիևի շնորհիվ ուզում է գա վերարտադրվի նորից վարչապետ։ Ես սպասում եմ։ Ես ոնց եմ սպասում ու դա լինելու է, որտեղ իսրայելցիները չեն գնալու։ Ալիևն նրանց չի կարող ասի հեռացեք իմ երկրից եւ Իրանը խփելու է։ Ոնց եմ սպասում ես այդ օրվան։ Առաջ չընկնենք, հալեք ուղղակի։ Մեր երկրում էլ քիչ չեն խնդիրներ։ Միասին լսենք, հասկանանք ինչ Նիկոլի մեջ ենք մենք համակարգային։ Ես զամալ եմ ասում, եթե գտնեք մեկին, որ գոհ է իշխանություններից, դու ձեր առջև տեսնում եք այլասերվածության ինքնատիպ նմուշ։ Լսենք սա։ Պատկերացրեք, տեսնում եք, պատկերացրեք վարկյանում ինչքան կեղտա ջուրա լցվում գետը, ու սա բնակիչների մի քանի տարվա պատմություն ունի։ Այստեղ նաև Կանալիզացիան լսում եք։ պետք է աշխատանքներ կատարեն, պարզեն, Երային պետական կոմիտեն, են լավ մարդանունը ոնց էր, մոռացա, Մեսրոպյանը, Մեսրոպյանը չէր։ Մեսրոպյանը սրանց բոլորի տուտողություն, սակագներ, տվողներ, սակագներ այդ վերահսկողության հանձնաժողովը կոչվում է։ Հանրային խոսքով այն ոչ բոլոր հանցագործություններն արդարացում Փաշինյանի կողմից։ Սկորիկն։ Սա ընդհանրապես իլյուստրացիա է ինչ վիճակում է Հայաստանը։ Այո, մի հատ մեծ կոյուղի ԿՊ-ի, որը բաց հոսում է խմելու ջրի մեջ։ Չեք հավատում։ Ես ես հոդվածն եմ ուզում թարմացնել։ Էկոլունն է տպել 2 տարի առաջ, որ ԱԻՆ-ը հայկական հաստատել է, որ ամուր սադի ոսկու հանքի շրջակայքում ուրանի եւ թորիումի արկայություն կա։ Այն որ տարակացնում են, մենք տեսնում ենք է։ Դրա հիման վրա էլ դատարանը, նաեւ դրա հիման վրա էլ դատարանը աշկելել այդ հանքի շահագործումը։ Շահագործելու են։ Գիտեք ինչքան է այնտեղ տոննայով 75 տոննա ուրան, 25 տոննա թորիում։ Բայց քանդում են ոսկու համար եւ քանդում են պայթեցնելով այդ ուրանի փոշին, ինչպես է կանալիզացիան։ Եթե սա լսում եմ խմելու ջրի մեջ, սա գալու է լսվելու ոնց, ոչ միայն խմելու ջրի մեջ, այս ուրանն ու թորիումը ամբողջ դիեզերքով։ Այսինքն ամբողջ մթնոլորտով Հայաստանի օդի մեջ, ջրի մեջ, բույսերի մեջ, մի խոսքով դեպքերով անասնամթերքի մեջ, բանջարեղենի, մրգերի մեջ, մի խոսքով ամբողջ էկոլոգիական աղետի սա կատակլիզմ։ Սա կոչվում է Նիկոլ Փաշինյանի իշխանություն։ Մի իշխանություն, որը քաց ունենա իր դատարանի որոշման վրա եւ որոշել է քանդել այդ սարը։ Ընդ որում քանդողներն են ինքնավորաբանավոր։ Քանդողներն փողը տալիս է, քանդողը փող չունի, բանկրոտ է։ Ինքը փողը տալիս է, որ իր երկրի տարածքում ուրանը քանդեն լսեն մթնոլորտ, որ իրան դիմացը մի քանի կոպեկ փոխտան։ Դրանք եմ ասում, այս իշխանությունների ցանկացած ֆորմատով գործողները դրանք ոչ միայն այլասերվածներ են, դրանք հանցագործներ են։ Բոլոր իմաստներով, տեսեք, այստեղ դες հայերենում մտես ձևակերպում չկա, դες ամբողջական դրասի։ Իսկ սա Բեյրութն է։ Իսրայելը հարվածում է Փուրչամուտի վերցակայքում գտնվող հայկական շենքերը։ هاي زيت البناية ضربوها امبارح هلا ضربوا الطابق اللي تحته صار مرة قويين Որովհետև ես դեռ տեսնում եմ, ինչելոց նույնը նաև ասում է Իրանում, Թեհրանում հայկական թաղամասի հայկական մշակութային կենտրոնի, սանանից չի որ իրենք չգիտեն ուր է խփում, իրենք սանտիմետրի ճշգրտությամբ են աշխատում այդ հրթիռները, եւ նշի որ
Ապեն ասեն գնա ուզում ես գնա եկնել ընտրի գնա այնտեղ, դա չի լինի։ Ուղիղ կոորդինատա տալիս են, որ կոորդինատը թռան։ Սա բոլոր նրանց համար եւ որոնք դեռ չեն հասկացել ինչ է նշանակում Իսրայել եւ ինչ է անում նա տարածաշրջանում։ Քանի որ դեռ մարդ կա չի հասկացել, ես ուղղակի ընդհանրապես հուշելու կարգով այս տեսանեն ցույց եմ տալի, որ սա նաեւ մեր դեմ է։ Եվ մոլաները ոչ մի կապ չունեն, մոլաներից ոչ մի չկա։ Բեյրութում, Բուրջամուտում մոլա չկա։ Այս պատերազմը համաշխարհային ոսանանք սանձազերծել են դեռ 2000 թվականից, հա, դերից առաջ Իրաքից։ Դա մոլաների դեմ չէր կալանից։ Ոս ամենը դրա շարունակությունը։ Ու ոչ մեկ չի կարող ինձ համոզել, որ Բեյրութում, Բուրջամուտում էլ կան մոլաներ, եւ արդեն 750 սպանված մար հենց չի մոլաների ծառայ կամ ինչեր եւ դրանով են արժանացել այդ մահվանը սա է մեզ ուզում դեսը Թուրքիայում քրեական հետապնդմանը ենթարկվել այն անձը, որը ցուցադրել է հայոց ցեղասպանության մասին հայկական ֆիլմ այո Հայաստանում էլ ինքը կենթարկվեր քրեական հետապնդման ինչպես տնօրենը որը նվիրել էր ցեղասպանության տնօրենը Թանգարանի որը նվիրել էր գիրք Ինչ հետաքրքիր է, չէ՞, ինչ ունիսոն են աշխատում, չէ՞, թուրքական եւ հայկական ճակերտավոր են ասում հայկական իշխանությունները։ Տիգրանակերտում Դիարբեկիր քրեական հետապնդման է ենթարկվում անձը, այսը, որը ցուցադրել է Ավրորայի լուսաբացը անիմացիոն վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորը Իննա Սահակյանն է։ Հա։ Բայց մի բան պետք է ասեմ։ Սա մի բան չի, որ ֆիլմը աչքելելով մարդկության հիշողությունների ջնջես։ Հակառակ։ Դու սա աչքելելով դու մարդկանց ստիպում ես խոսել դրա մասին, հարցնել ով էր, ինչ էր, եւ ցանկացած արգելված մտուղ ինքը ավելի հետաքրքիր է եւ գայթակղիչ, քան ցուցադրելով։ Եթե ցուցադրվել է ֆիլմը, պետք է նայել ասենք 1-3 հոգի, հիմա որ չի ցուցադրվել այդ ֆիլմը, սա նկատմամբ հետաքրքրությունը թե այդ ինչ ֆիլմ էր, որը ցուցադրելու համար կալանավորեցին այս աղջկան 10 անգամներ մեծանում է, բայց սա չի ստեղ կարևորը, որ Նիկոլի եւ Էրդողանի նպատակները գործողությունները նույն ուղղությամբ են, նույն Հայաստանում էլ է դա աչքելվելու է, այո, դեռ աչքելվելու է, դեռ հələ մենք այս ընդհանրապես գիրք նվիրել ենք տեսնում, որ հակառակը դա իր պետական քաղաքականությանը, իր պետական քաղաքականությանը չի։ Իմիջիալոցը լրագրողներ դուք ճշտեցիք արձանագրությունը ստացաք կառավարության որոշման այն մասին, որ դա պետական քաղաքականությունն է եւ այդ կինը պետական քաղաքականությանը հակառակ, չնայած ինքը կարող թքած ունենա ձեր կառավարության որոշմանը, որտեղ դա իր աշխատանքն է։ Ինքը ցեղասպանության թանգարանի տնօրենն է։ Հա։ Իսկ դու պահանջեցիք այդ արձանագրությունը կառավարության որոշման, որ դա պետական քաղաքականությունն է հենց, ուրացման քաղաքականությունը։ Պահանջեք, հետաքրքիր է լինելու։ Չեմ զարմանա, որ հրաշքով վարչապետ դարձած նորից Փաշինյան Նիկոլը փակի ցեղասպանության թանգարանը, քանդի Ծիծեռնակաբերդը, հաջորդիվ քանդվել է նաև Պերապոլուդը եւ այլն։ Ժողովուրդ ջան, մենք գործ ունենք դասական, քանդիչ, ավելիչ, թուրք, ինչ ասեմ, թշնամու հետ մի հատ վարվելաձև կա, ես կարծում եմ բոլորի հայտնի հնարավորն է։ Հիմա ասենք տարածաշրջանին։ Հա, բայց միջև այնտեղ հասնելը, կարևոր խնդիրներին հասնելը, ուղղակի ասեմ, էլի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ճառից հետո, որը փաստորեն սահմանեց Նիկոլ Փաշինյանի վաղճանի մանիֆեստը, որ ասեց, ընդդիմությունը պետք է միավորվի Սամվել Կարապետյանի շուրջը, ամբողջ ռուսական ագենտուրան մեկը մեկին հերթ չտալով կրկնում է նույն բանը։ Եվ այդ բանին արշավին շուտ չէր կարող չմիանալ նաև Նիկոլի Էդմոնը։ Նիկոլի Էդմոնը։ Հետաքրքիր է ստացվում։ Նիկոլին այս անգամ որոշել են ոչ թե հոկտեմբերի 27 անեն, ուղղակի ժամանակ են տալի, ասում են
ընտրությունով կգնաս գրողի ծոսը։ Այնպես որ են բծախնդրորեն Նիկոլին Ծառայողները պետքա ժամանակ չկորցնեն բծախնդրորեն արդեն իրենց հավատարմությունը հայտնելու նաև Սամվել Կարապետյանին, որովհետև ականհայտ է Մոսկվայի որոշում այդ մասով։ Հիմա գնանք տարածաշրջանի կարևոր իրադարձություններին։ Երևի բոլորդ հիշում եք սեպտեմբերի 11-ի այդ կոտորածը, կոտորածն ոնց որ երկնակերները պայթեցին։ Դրանից առաջ, ընդամենը 1 ամիս առաջ, մեկ հրեա գործարար գնել էր այս շենքի ամբողջ վարձակալությունը 99 տարով։ Վարձակալել էր։ Ոչ թե շենքն էր գնել, փողը չուներ։ Ուղղակի վարձակալել էր 90 տարով, այդ ամբողջ շենքը 99 տարով։ Եվ ապահովագրել էր տերորիզմից այդ շենքը։ 2 շաբաթ հետո այդ շենքը պայթեց եւ ինքն զուտ պատահականությամբ այնտեղ չէր։ Գիտեք, պատահականություններ լինում են։ Հիմա ամբողջ Ամերիկան խոսում է, որ նույն մարդը, այս անունը կիշեմ կասեմ։ Հիմա ամբողջ Ամերիկան խոսում է, որ նույն մարդը գնել է Կալիֆոռնիայի բիզնես կենտրոնը։ Կալիֆոռնիա, Լոս Անջելեսում։ Բիզնես կենտրոնը գնել։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Դե չգիտեմ, իհարկե բացահայտ բանից հետո կգրավեն, կպայթեցնեն այդ շենքը, թե ոչ։ Թրամփն էլ զգուշացրել է, որ ինքը լուրեր ունի, որ իրանցիները պատրաստում են Կալիֆոռնիայում տերորիզմ իրականացնել։ Ես չգիտեմ, այսքանից հետո իրենք կանեն թե չեն անի, դա հարց է, դա չի։ Կարևորը գիտեք որն է, որ մարդիկ միանգամից զուգահեռները տեսում են։ Ամբողջ Ամերիկան գիտի, ով է կազմակերպել սեպտեմբերի 11։ Ոնց է դա եղել։ Եվ հիմա նույն մարդը, որը գնելով այդ շենքը, ապահովագրելով 4.5 միլիարդ դոլարի հողատություն ասանում, շենքի համար, թեթև գործարք, թեթև։ Հիմա նույն մարդը գնել է այդ Կալիֆոռնիայում այդ շենքը։ Կարծես թե այս բանը վերջանում է։ Նիկոլիզմը, Թրամպիզմը, սիոնիզմը, այս դոմինացիա վերջանում է, որովհետև այս կարգի արդեն կանխատեսումներ պատճառի հետևանքային կապով ես չէի հավատա, որ դա հնարավոր է մի տարի առաջ։ Ես մտածում էի մարդկանց հասունանալու համար տարիներ է պետք։ Այո, դա լինելու է, բայց ոչ թե ասենք ասենց արագ 1-2-3 ամսվա մեջ։ Հիմա ես ավելի քան վստահորեն եմ ասում, որ այս ամենը վերջացել է։ Վերջացել է, մարդիկ ամեն ինչ հստակ տեսնում են, հստակ ընտրում են։ Այսօր մենք դասենք խոսենք։ Ու Փաշինյան Նիկոլի կառավարության այսօր բոլոր հենակետերը ճակերտավոր եմ ասում, Թրամփյան, ոչ թե Վաշինգտոնյան, Թրամփյան հենակետերը, դրանք արդեն մարած օբլիգացիաներ են, ինչպես հենց ինքը Փաշինյան Նիկոլը։ Մի կողմից ընդ մարվել է, մյուս կողմից էլ իր դատավճիռը կարդաց Ռուսաստանի ներկայացուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Պաստորեն, որը ապացուցում է նաև իր մղումով բազմաչարչար Էդմոն Մանուկյանը։ Ես վաղը վստահ եմ, էլի մարդիկ են։ Այո։ Բայց դա չի նշանակում, որ հենց այդպես է լինելու է։ Ես այդ կարծիքին չեմ։ Սամվել Կարապետյանը, այո, ուժեղ տեխնասու է, կարող է ստանալ 25-30%։ Բայց չէ որ դեռ եւս 70% կա, կրետալ է պետք։ Եվ այստեղ անդիմադիչ դաշտ առաջ բան ունի, աշխատանք ունի անել։ Այո, աշխատանք անել։ Հանկարծ չհանձնվեք։ Չմտածեք, որ եթե Ռուսաստանը դա որոշել են, ուրեմն վերջ այդ անելիք չկա։ Ես այդ կարծիքին չեմ։ Նույնիսկ եթե չհաջողվի ավելի շատ ձայն ստանալ, բայց ներկայությունը ճնշող մեծ քանակությամբ։ Դա արդեն լինելու է մեծ հաջողություն։ Բայց ես ուրիշ պլան եմ։ Ես ուրիշ պլան եմ։ Հայաստանը պետք է ազատագրվի։ Եվ ռուսերենը ըստ Սամվել Կարապետյանի ասելով Հայաստանում երկրորդ կամ երրորդ լեզու չի դառնալու։ Ես ոչ թե Սամվել Կարապետյանի սիրում եմ կամ չեմ սիրում, ես ընդհանրապես իր հայտարարությունն եմ ասում։ Ռուսերենը Հայաստանում պետական լեզու չի դառնալու։
Պայմանավորվեցինք։ Հիմա այս բազմաչափ էդմոնները ինչքան կգնան կվազվզեն, կգնեն ոտերի տակ, դուք էլ ինքներդ պետք է հասկանաք, որ Էդմոն Մանուկյանի ձեր սատարումը ավելի շատ վնաս է, քան օգուտ։ Ոնց որ Նիկոլ Փաշինյանը ձեզ օրինակ սատարին է, պատկերացնում եք։ Կամ ասենք Ռոբերտ Քոչարյանը սատարին, դա վնաս է։ Ու ես իմ ընկերների հետ, իմ ախորների հետ ամեն ճանելու ենք, որ ռուսերենը Հայաստան երկրորդ լեզու չդառնա, ոչ էլ երրորդ։ Այսքան բան։ Իրանը հնդկական մի քանի նավի թույլ է տվել անցնել Հորմուզով։ Այո, եկել են համաձայնության, ով հրաժարվում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցությունից, անցնում է Հորմուզի նեղություն։ Ես սա մասին արդեն երեք ասել եմ, որ Ֆրանսիան է ստացել այդ քվոտան անցնելու, Հնդկաստանն է ստացել այդ քվոտան անցնելու, Սաուդյան Արաբիան է բանակցում, Էմիրություններն են բանակցում, որ հրաժարվում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների դոմինանտությունից։ Բայց մինչ այդ Իրանը հարձակվում է ռազմաբազաների Արաբական Էմիրություններում, Բահրեյնում եւ Քուվեյթում գտնվող ռազմաբազաների վրա։ Ես երեք տեսա Քուվեյթից էվակուացվող կադրերը ամերիկացի զինվորների։ Այո, սա չափազանցություն չի։ Քուվեյթից ամերիկացի զինվորները էվակուացվել են։ Ոչ թե դիմադրում են։ Տեսեք, ամերիկյան ռազմաբազան էվակուացվում է, դեռ զինվորները չեն դիմադրում, որտեղ արդեն զոհեր ունեն ուներ։ Դա դեռ ամենը չի։ Իրաքում խփել են ԱՄՆ դեսպանատանը, ուղիղ, էլ ոչ թե ռազմաբազային։ Դեսպանատանը, ու վատը նա է, որ չկա հակաօդային պաշտպանություն։ Ոչ տարածաշրջանում, ոչ նույնիսկ Իսրայելում։ Դրա մասին արդեն խոստովանում են հենց Իսրայելի լրատվականները եւ ինչպես հետաքրքիր է չէ սպասում նաեւ Fox News-ը, Թրամփի Fox-ը խոստովանում է, որ անարգելք անավանդ այս գերզայնային հրթիռները հասնում են Իսրայել։ Իսկ այս հրթիռները գիտեք ինչ ալիվում։ Սա վակցինացիա է։ Վակցինացիա, որ պետք է ստանան բոլոր պետաֆիլները։ Սա իրանական վակցինացիան է։ Տենց է գրվում, ասում մենք ուղարկում ենք ձեզ սա վակցինացիա պետաֆիլների համար։ Այսպես են վերաբերվում Իսրայել-ամերիկյան կոալիցիային, ու կոչում են նրան Էփստինի կոալիցիա։ Կրեատիվ են իրանցիները։ Ոչ միայն կրեատիվ են, իրանք շոկի մեջ են գցել ամբողջ Պենտագոնին եւ կատվածահար են արել իրոք իսրայելական բանակը, որովհետեւ նոր հրթիռների դեմ ոչինչ չունեն դրանք օգտագործելու։ Հին հրթիռները, նույնիսկ հին դրոնները չեն կարողանում նրանք ամբողջությամբ նեյտրալիզացնել, իսկ նոր հրթիռների գերզայնային, որոնք նաեւ կասետային են, այսինքն մի հատ հրթիռը գալիս է բաժանվում է 80 մասի, միջև 10 կիլոմետր շարավղով այդ 80 մասի բաժանված հրթիռը մեկ ավիրում ամեն ինչ։ Եվ Իսրայելի հակաօդային պաշտպանությունը եւ ամերիկյան հակաօդային պաշտպանությունը չի կարողանում դրանց ոչ մի բան անել։ Այո, չի կարողանում։ Եվ սա բերելու է նոր իրավիճակի, երբ որ տարածաշրջանի ասիչը թերազողը լինելու է Իրանը, որ նշանակում է, որ սա Ամերիկայի տնտեսության կործանումն է, սա Ամերիկայի վերջն է, ոչ միայն հեգեմոնիայի վերջն է։ Հեգեմոնիայի վերջը արդեն դրել է Թրամփը, սա տնտեսության փլուզումն է, դոլարի փլուզումն է։ Սա նայեք, այլևս նավթը, ինչպես առաջ էր պայմանավորվածությունը, դոլարով չի վաճառվի եւ դոլարը չի մտնի ամերիկյան շուկա։ Հեռահար նպատակը Իրանի սա է, կազմաքանդել Իսրայելի հիմնական գործիքը, բանկային համակարգը հիմնված դոլարի վրա, որով ինքը կառավարում է ամբողջ տարածաշրջանը եւ աշխարհը։ Այո, արդյունքում տուժելու է ամերիկյան տնտեսությունը։ Մեծ։ Ես չգիտեմ ինչ անուն կարելի է դրանից։ Բայց արդյունքում Իրանը ստանալու է դոմինանտություն տարածաշրջանում, արաբական երկրները սկսելու են հանգիստ ապրել, խաղաղ,
Եթե իհարկե կարողանան առանց այդ բաների դոլարային սնուցումների ապրել, որովհետև բանում Էմիրատներում անշարժ գույքի գինը ընկել է 35%։ Սա սոսկալի թիվ է։ Սոսկալի թիվ է Էմիրատների նման երկրի համար, որտեղ հիմնական իրանց բանը եկամուտը, հա, թանկարժեք անշարժ գույքներ, տուրիզմը չկա, անշարժ գույքը իջել է, եւ նավթի վաճառքներ չկա, չեն կարողանում իրականացնել։ Ինչ է լինելու այդ երկրների կարգավիճակը, ես չգիտեմ, իսկ թվում է Իրանը իրենց ինչ-որ մի բան կառաջարկի։ Բայց այստեղ կարևորն է, որ պայմանը լինելու է միայն մի բան։ Իրանի ամերիկյան դոմինացիան վերջացավ։ Նոր խաղ, նոր խաղի կանոններ։ Ու մենք որտեղ ենք ստեղ։ Հայաստանը ստեղ որտեղ է։ Թրամփի կլուբու, որը գոյություն չունի արդեն։ Չէ։ Հայաստանի տեղը Իրանի կողքն է։ Իսկ մեր տարածաշրջանում ոնց կան, ոնց եղել են։ Եվ ստեղ գալիս է Իրանը ելի մեծ փրկության։ Հիշում եք ընդամենը մեկ ամիս առաջ, կարծես թե ամեն բոլոր հարցերը լուծված էր, Թրամփը գծված էր, Թրիփը գծված էր, Ջեդի Վենսը Հայաստանում էր, Ալիևի հետ պայմանագրեր, խորացված համագործակցություն եւ այլն։ Մեկ ամիս առաջ կարծես թե ամեն ինչ վերջացած էր։ Բայց ես սպասում եմ, Իրանը ինչ չի անում։ Ինչին է սպասում։ Իրանը գիտի անել, իր պետք չի վրվզալ։ Դա հին երկիր է, ինքը չի սկսում վրազել, չի սիրում շտապել։ Դե միևնույն ժամանակ IDF-ը Պաղեստինի տարածքում ավիրում ատաներ, պատճառաբանելով, որ այստեղից տերորիստներ կային։ Ինքը շարունակելու է նույն գործողությունները, որ ինքը իրականացել է 47 թվականից սկսած, առանց կանգնելու։ Ինքը ասում է մենակ մի բան. ինձ հնարավոր է կանգնեցնել, բայց հնարավոր է կանգնեցնել մենակ զենքով։ Դե եթե մենակ զենքով։ Դա է հենց Իրանը անում է։ Իսկ հիմա լսենք մի քիչ Զելենսկու մասին։ Apartheid genocide. So you're telling me Ukraine is supporting apartheid genocidal Israel against Iran? Փաստորեն ասում է, դուք ասում եք, որ Ուկրաինան աջակցում է ցեղասպան երկրի Իրանի դեմ։ Այո, դա է տենց է։ Zelensky, just out of curiosity, don't you have a war to fight with Russia that you are currently soliciting billions of dollars and billions upon billions of dollars in weaponry to fight? Ասում են ջերեց, ձեր մոտ պատերազմ չկա, որի դիմացուսանում ես միլիարդավոր փող եւ միլիարդների զենքեր կրվելու Are you համար։ laundering that money and using those weapons and sending them to Israel by Ասում եք, ո՞ր փողի լվացումով ես զբաղված եւ այդ զենքերին ուղարկում ես any Իսրայել։ chance? I don't know. Ափսոսում եմ ես ուկրաինացի ժողովրդին, անկեղծ եմ ասում։ Ափսոսում եմ եւ հիմա իրաց վիճակը շատ ավելի ծանր է լինելու։ Մյուս կողմից Ռուսաստանը այլևս ոչ մի խնդիր չունի փողի հետ կապված։ Թրամփը ասաց դու կարող ես ծախել ինչքան նավթ ուզում ես, ընդ որում թանկացած գներով։ Հանել սանկցիաները։ Հիմա Հնդկաստանի հետ լրիվ առևտուր է գնում, այս ըմտիր վիճակում թարմացած։ Իսկ մյուս կողմից է Ուկրաինան չեն զենք չի ստանում։ Որտեղից ստանա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները չունի զենք որ իրան տա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր զենքերը, որ այսօր կրակի Իրանի վրա, ինքը քիչ-քիչ վերցնում է Հարավային Կորեայից։ Իսկ դիմացն էլ Հյուսիսային Կորեան սկսել է ռազմական զորավարժություններ անցկացնել։ Ցույց տալ ինչ է անելու շուտով, ասենք Իսրայելի եւ Հարավային Կորեայի հետ։ Սա գիտեք ինչ է։ Մի գործակալ մի խեղկատակ Թրամփանով քանդեց ամբողջ բալանսը աշխարհով մեկ։ Ամբողջ բալանսը, եթե ասենք այս վերջի 4 տարվա մեջ խախտված էր միայն մեծ հաշվով Ուկրաինայում, դե Արցախը չեմ հաշվում։ Հիմա խախտվել է այն ամբողջ աշխարհում։ Ամբողջ։ Ու ֆենոմեն,
հայկական տարածքում, հայկական միջավայրում մարդիկ կան, դեռ չեն հասկացել սա։ Չեն հասկացել։ Եվ մտածում են Իսրայելը, այո, եկել է խեղճ պարսիկներին փրկի իրենց այաթոլլաներից։ Ինչպես ասենք Բեյրութում է փրկում հիմա իրենց, էլի։ Ինչպես Սիրիայում է փրկել եւ այլն։ Դնենք It's constant, it's been relentless. In Israel, of course, much of the population of the north has simply fled. This is not an evacuation organized by the government that is trying with all its force to prevent such a thing because it wants to show that it can guarantee the security of the north. But de facto, those communities have emptied out very quickly with people going to hotels on their own expense or to family members. And also in Israel, there are bomb shelters. Hezbollah is showing itself to be very stubborn, but diminished. You know, there was talk not that long ago in Israel of the possibility of thousands of missiles raining down at the same time from the Hezbollah stocks, forgive me, onto the Israeli north. And that is not happening. There have not been more than, let's say, a dozen rockets and missiles launched at the same time. Իսրայելը բողոքում են, որ այլևս ապրել հնարավոր չի տարածաշրջանում։ Տարածվել են դատարկե մարդիկ ուղղակի փախնում են իրենց տներից, որովհետև այն ինչ որ իրենց խոստացել էին իրենց հզորության, հակոստային պաշտպանության, որ Հեզբոլլահն վերացված է, Համասը վերացված է, իրենք խնդիր չունեն, Իրանի միջուկային արսենալը դեռ բանից է, հունիս ամսին է վերացված, բարձրացած ամեն ինչ սուտ է եւ այսօր նույնիսկ իրենք չեն կարողանում ոչ Համասի դեմ, ոչ Հեզբոլլահի, ոչ էլ առավելևս Իրանի հրթիռների դեմ։ Իմ ջելոց իրական հրթիռները նոր են սկսել խփել։ Նոր միջև հիմա ուղղակի շահերներով է դες հարցերը լուծում։ Հիմա այս նոր այս Ֆատահ այս գերձայնային ինքնաթիռման հրթիռները, որոնց մարտագլխիկը 1 տոննայից բարձր է, նոր սկսել են օգտագործվել։ Երբ արդեն իրենց դեմ ոչ մի արկել չկա։ Նույնիսկ ամերիկյան նավատորմի հակաօդային պաշտպանությունները տարածաշրջանի չեն կարողանում լիկվիդացնել այդ զենքերը։ Lawyers destroy justice. Universities destroy knowledge. We now live in a nation where doctors destroy health. Ասում ենք հիմա դարձել ենք մեր երկիր, որտեղ բժիշկները քայքայում են առողջությունը։ Lawyers destroy justice. Որտեղ փաստաբանները ավիրում են արդարադատությունը։ Universities destroy knowledge. Համալսարանները ավիրում են կրթությունը։ Governments destroy freedom. Իշխանությունները ավիրում են The ազատությունները։ press destroys information. Եվ մամուլը վերացնում է ինֆորմացիա։ Religion destroys morals. And Եվ կրոնները վերացնում են our բարոյականությունը։ banks destroy the economy. Իսկ բանկը վերացնում է էկոնոմիկան։ Chris Hedges. We now live in a nation where Շատ տիպիկ է։ Բոլորն են հասկանում սրանք։ Բոլորն են հասկանում ու սա անդրադառնալու է քվեարկությունների վրա։ Որովհետև այս ամեն ինչը գալիս է կանոնի մի հատ հանգամանքի վրա։ Ամերիկա պետությունը ստեղծվել է ոչ թե ծառայելու Ամերիկայի բնակիչներին, այլ դրա տերերին, Ամերիկա պետության տերերին, որոնք ապրում են Իսրայել։ Կամ նույնիսկ ուսե Ամերիկայի Միացյալ Նահանգներում հատուկ քաղաքներում, փակ քաղաքներում, որոնք ասպես կոչված Էփստինի կլիենտներն են, Էփստինի այդ հրեշավոր միության անդամները, ասել են սատանային։ Գիտեն բոլորը, հասկանում են բոլորը։ Եվ այսօր կարդացի մի հոդված մանրամասն թե որքան է հիվանդությունների բաժինը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Բացվեց 50%, 55% բնակչություն Ամերիկայի ուղիղ կախված է դեղամիջոցներից, ուղիղ կախվածություն ունի։ Ասել է թե Ամերիկայի բնակչության 55%-ը հիվանդ է։ Չգիտեք ինչ է։ Իսկն հիվանդ, ասում են հիվանդ nation։ Հիվանդ բնակչություն Ամերիկայի բնակչության 55%-ը այս կամ այն կերպ իրանք նստած են դեղերի վրա։ Իսկ այդ դեղերը բոլոր այդ կամպանիաները պատկանում են այդ նույն մարդկանց։ Մի կողմից սնունդով, որ այն պատկանում է իրանց, թունավորում են մարդկանց,
Մյուս կողմից նստացնում են դեղերի վրա, որոնք էլ իրենք են արտադրում, ու դրա դիմաց ամբողջ Ամերիկայի բյուջեն գնում է հենց այդ ապահովագրություններին եւ այդ ֆարմացևտիկ կամպանիաներին։ Սոսկալի հրեշավոր մեխանիզմը։ Մարդիկ արդեն բաց խոսում են դրա մասին։ Անուն ազգանուններով ով որ պոզիցիայից իշխան եկամուտներ ստանում, այս հանցավոր մեխանիզմի դեմ, թե ինչու Իվանները չեն բուժվում, չեն սպանվում, չեն մահանում, բայց չեն բուժվում, դրանք մշտական կախված լինեն դեղից։ Ոնց է ստացվում, որ մի դեղի արժեքը ինքը հազարապատիկ անցնում է իր ինքնարժեքի։ Սոսկալի բաներ են բացահայտվում։ Եվ այդ ամեն ինչը բերում է մի բանի։ Ամերիկայի ազատագրվել է պատմական անհրաժեշտությունը, ազատագրվել է այդ մաֆիայից, որը իր հերթին կբերի նաև այլ երկրների, մասնավորապես ավելի փոքր երկրների ազատագրմանը։ Որտեղ չի կարող Ամերիկան լինի գաղութ ու լինեն այդ փոքր երկրներ անկախ, որովհետև դոմինացիան շատ մեծ, ազդեցությունը շատ մեծ է, մանավանդ ասենք Հայաստանի, Վրաստանի նման երկրների վրա։ Դրա համար մեր ապագաղութացումից ոչ պակաս կարևոր է Ամերիկայի ապագաղութացումը։ Շատ։ Որովհետև այս երկրի ուժեղությունը ապահովելու աշխարհում իմ կարծիքով այդ բանը կարևոր մեր համար օրենքի դաշտը, ստատուս քվո, միջազգային օրենքների հետ հաշվի նստելու պարտադիր լինելը, պետք է լինի մի հատ արբիտր, էլի, պետք է լինի այդ արբիտրի դերը միշտ կատարել Ամերիկայի Միացյալ Եվ ես դրա հետ եմ կապում իմ հայրենիքի ապագան եւ դրանով եմ ես կարևորում այն ինչ որ կատարվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ոչ թե որ ես ապրում եմ այս պահին դրա համար։ Չէ՞ որ ես կանխատեսում եմ սոսկալի տնտեսական բաներ ասում ես երկրի, բայց ստեղից ոչ մի տեղ չեմ գնացել։ Ես կգամ Հայաստան մի օր անպայման, կվերադառնամ Հայաստան, բայց ոչ թե էկոնոմիկ իրավիճակից, այլ այն պահից, երբ որ Փաշինյան Նիկոլ այլևս չի լինի եւ իմ մուտքը Հայաստան ոչինչ չի խանգարի։ Друзья, цинковые гробы в США все прибывают и прибывают, и масштабы американских потерь сильно беспокоят Трампа. Иран нанес мощный удар по американской базе Аль-Дафра в Объединенных Арабских Эмиратах. И на фото видно, что от базы осталась только 11-метровая воронка. Ես միանգամից բացատրեմ ինչ ունենա բանը։ Ամերիկայի ռազմաբազաներից ստացվել են տեղեկություններ, չճշտված տեղեկությունները, որոնք սոսկալի թվերի մասին են խոսում վիրավորների եւ զոհվածների, որ տեղի հիվանդանոցները, ռազմական հիվանդանոցները այլևս չեն կարողանում սպասարկել իրենց կլիենտներին, թիվ չի ասվում, բայց ասում եմ իմ, որ տեղի հոսպիտալները, ռազմական հոսպիտալների ներուժը չի բավականացնում սպասարկել վիրավորներին եւ զոհվածներին։ Սա երկար չի լինի թաքցնել։ Ես դրա համար ներքուստ բան ունեմ, էլի ներքուստ վստահությունն է, որ միջևս ամսավերջ պետք է պայթի այս Թրամփի իշխանությունը։ Այս զոհերն են ստիպելու, որ այն երկու պակասող ձայնը իմպիչմենտի համար, որ այսօր պակասումը, գա, ի հայտ գա, առաջ ու ասի, սա չի լինի տանել։ Որտեւ եթե չանեն, շատ ավելի վատ եւ Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Իսրայելը թքած, բայց մեր մոտ անդրություններ, ես ուզում եմ միջև ընտրություններ լինի Թրամփի իմպիչմենտ։ Եվ ամա դրանով է կարևոր Թրամփի իմպիչմենտը, ոչ թե որ Ամերիկան փրկվի, չէ։ Թրամփի իմպիչմենտը կարևոր է, որ դա լինի միջև ընտրություններ, որ Նիկոլը չկարողանա ասի, ես խաղաղություն եմ ձեզ բերել, ով է քո խաղաղության հնարավորը։ Թրամփը, որ այլևս չկա, պատկերացնում եք հիմար վիճակը, այս համար է կարևոր, որ Թրամփը իմպիչմենտի ենթարկվի միջև ընտրություններ, ինչքան շուտ այնքան լավ։ Բայց միևնույն ժամանակ ամբողջ թափով գնում է հակամահմեդական քարոզը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սա նույն ձեռագիրն է, որ ֆանատիկ մահմեդականները նույնիսկ վտանգ են իրենցից ներկայացնում խեղճ հրեաների համար։ Սինագոգի վրա բանը հարձակումը հենց դրա մասին է։ Իբր այդպես են ներկայացում։
Ու այսօր պարզվեց, որ միջև այս տղեն իրականացներ այդ հարձակումը, իր անունը 3 օր առաջ մեծ մասամբ սկսել են որոնել իսրայելական կայքերում։ Բա, այսպեսի հեքիաթային բաներ։ Իսկ սա ներքևում այն պատկերն է, որտեղ ցույց են տալիս AI-ով սարքած կադրերը, որտեղ ցույց են տալի իբր խոսում է Նետանյահուն, որտեղ պարզ երևում է, որ սա AI-ով է սարքած։ Եվ չգիտես ինչի Նետանյահուի ձեռքերը դարձել են 6 մատանի։ Նայեք, ես տեսան մեջ։ Ոչ մեկ չգիտի որտեղ է Նետանյահուն։ Պահեք, մի վրացեք, պահեք։ Պահեք, այնքան միջև Իսրայելից բան չմնա։ Իսկ թվում է իրանք դրա համար էլ անում են։ Պահում են, չեն ասում ինչ եղել Նետանյահուին, որ Իսրայելից բան չմնա։ Չէ՞ որ հանգարց եթե պարզվի Նետանյահուն չկա, կարող է ստեղծի մի հատ կառավարություն, որ փոխի իր քաղաքականությունը։ Դա կփրկի Իսրայելը։ Իրոք կփրկի Իսրայելը։ Բայց երևի իրաց պետք չի որ փրկի Իսրայելը։ Ինձ էլ պետք չի։ Իսկ պետք է որ սրանք վճարեն են բոլոր արհավիրքների համար, որ պատճառել են իմ երկրին, իմ ազգին, եւ 1915 թվականին, եւ 20 թվականին, եւ 23 թվականին։ Եվ բոլոր առիթներով։ Չէ՞ որ թուրքերի ամենամեծ բարեկամն ու լոբինգը ապահովողը եղել են հենց հրեաները։ Սենատում, կոնգրեսում, ամբողջ ամերիկյան էստաբլիշմենտը։ Այնպես որ ինձ մի բացատրեք, թե ինչ է նշանակում Իսրայելի պետություն։ Այս սիոնիզմը։ Ինչ է տվել ինձ, ինչ է տալու։ Լավ լինեմ հետները, թե լավ չլինեմ։ Ես թշնամի հետ խոսալու ձևեր գիտեմ։ Ու իրան ես ասում եմ, որ ինքին թշնամի։ Խոսա, միշտ պատրաստենք։ Բայց հստակ ասելով, որ ես գիտեմ ով եք։ Եվ նպատակներ էլ գիտեմ, թե հիմա խոսենք։ Առանց կապիտությունների։ Այն ժամանակ խոսակցության ուտելա ուրիշ, խոսակցության դիրքտելա ուրիշ, տրամադրություն ուտելա ուրիշ։ Ամեն ինչ նույն մատերը։ Սա պաշտոնաթող գեներալն է ասում, որ Ամերիկան շանս չունի այս պատերազմի մեջ հաղթելու։ Ոչ մի շանս չունի։ Ոչ միայն հաղթելու, այլ եւ տարածաշրջան վերադառնալու այդ արաբական երկրների հետ։ Որ արաբական երկրները ոչ միայն հիասթափած են, իրենք նույնիսկ չեն էլ պլանավորում երբևէ Ամերիկայի Միացյալ Նահանգների վերադարձել տարածաշրջան։ Որ դա ռեալիստիկ չի։ Որ այս խեղկատակը քանդեց ամբողջ տասնամյակների կատարած աշխատանքը։ Տասնյակ տրիլիոնների ներդրումների ծախսերը։ Ինչա ինքը պետք է սպասարկեր Նետանյահուի կապրիզը։ Ես դա դիմաց, ուրիշ ոչի բան։ Այո, սա այսպես է լինում, երբ որ դու պեդոֆիլի դնում ես նախագահի աթոռին։ Իմ ջերոս պեդոֆիլ ասեցի, հիշեցի։ Ալեն Սիմոնյանը 1-2 շաբաթ առաջ ռուսական հեռուստատեսության տված իր հարցազրույցում ասեց, որ հայկական եկեղեցին դա եպիսկոպոսներն են պեդոֆիլներ են եւ դա նվարտացեց իր անցագործությունները, իրենց անցագործությունները ուղղված եկեղեցու դեմ։ Առ այսօր այդ հարցի այդ կապված ոչ մի բան չկա, ապացույցներ, ժխտողներ, հանգամանքներ չկա, որը նշանակում է մի բան, կամ Հայաստանում կան պեդոֆիլներ, կամ տուժածներ, նախ տուժածներ, ասեն, որոնք միջև տուժած են, ասեն իրենց դատական հայցերը չեն քննում, ասեն դու գիտես, որ մարդը տուժած է, եւ կա պեդոֆիլ։ Տուժածը բավարարված չի, պեդոֆիլն դատված չի։ Կամ Հայաստանում կարելի է բոլորին ասել, ում ուզես ասել, ինքը պեդոֆիլ է ու դրա համար չկրվել պատասխանատվություն։ Օգտվելով այս առիթից, քանի որ չկան պատասխանատուներ եւ տուժածներ, ուրեմն կարելի է ասել, այս առիթից օգտվելով ես ամենայն պատասխանատվության հայտնում եմ, որ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սուրեն Սուրիկեն, ուսուցչուին։ Մնացած բոլորը ալբամոլ, պեդոֆիլ, չգիտեմ, զոոֆիլ, այն որ կենթանիների հետ են սիրում հարաբերվելա։ Այս եկած են, ուրեմն համ ալբամոլ են, համ զոոֆիլ են,
համ նեկրոֆիլ են, որ մեռած մարդկանց հետ են սիրում հարաբերվել, համ պետաֆիլ են, մի խոսքով, բոլորը։ Ես նույնիսկ ապացույցներ կարող եմ ներկայացնել, որովհետև մամուլում տպվեց, չէ, ինֆորմացիա, եվրոպական մամուլում տպվեց ինֆորմացիա, որ Հայաստանում այդ խումբը կա, որը սպասարկում է հայկական կառավարական էլիտայի։ Ու ընդհանրապես ասեցին դա սուտ է անցան գնաց առաջ։ Ես էլ ասում դա սուտ չի, որ ծուխ չի լինում առանց կրակ, եւ քանի որ ասելու համար պետք է որևէ ապացույցներ հստակ, առավել ես էլ ասում եմ, Ալեն Սիմոնյան, դու նեկրոֆիլ ես, ոչ միայն պետաֆիլ ես, ապացուցված, դու նաեւ նեկրոֆիլ ես, հա։ Զոոֆիլ, եւ դուք ձեր բոլոր համայնքի ներկայացուցիչները։ Տենց է։ Տենց է, դե սպասում եմ, որ դու պատասխան պետք է պահանջես իմ ասածների համար։ Ես էլ adekvat ես կպատասխանեմ ապել։ Այն պահից, երբ որ դու ներկայացնես ապացույցները մեր եպիսկոպոսների պետաֆիլ լինելու մասին։ Չմտածես, որ դու ստեկած ասում ես ամբողջ մի Ռուսաստանի աշխարհի մոտ հայտարարես, որ իմ եկեղեցու սպասավորները պետոֆիլ են, այսինքն հայ առաքելական եկեղեցին դա պետոֆիլների հավաքածու է։ Այն էլ էս շրջանում ասելով որ թուրքերն են ճիշտ, Նիկոլ Փաշինյանն էլ է ճիշտ, եւ ընդհանրապես մենք պիղծ ազգենք եկեղեցիով հանդերձ։ Անցած սպասում եմ արձագանքից, արձագանքիդ այդ նիկրոֆիլ։ Սա էլ այն մասին, թե ինչ վիճակում է Դուբայի տնտեսությունը։ No, this is not. This is absolutely crazy. Dubai real estate is down over 32% in 2 weeks. Take a look at this. No, this is not a meme coin. This is the real estate index for Dubai, which over the last 2 weeks is down over 32%. Այո, սա ունի մի հատ պատճառ։ Դա Դոնալդ Թրամփն է։ Եվ արաբական էմիրությունների unconditional ոնց են ասում, անվերապահ վստահությունը ամերիկյան կառավարության նկատմամբ։ Սա բերում է այս պատկերին։ This is the moment the world stopped listening. On Tuesday, March 10th, 2026, at 11:47 a.m., the sound of chairs scraping against marble floors echoed through the United Nations Security Council. This wasn't a scheduled break. 14 nations, including our closest allies like France, Germany, Japan, and South Korea, simply stood up and walked out while the American ambassador was still speaking. It is a moment. Եվ այսպես, ասել եք այդտեղ UN-ում Միացյալ Նահանգների կազմակերպության նիստի ժամանակ, երբ որ Ամերիկայի նացիոնալների դեսպանը խոսացել, այդտեղ ներկայացուցիչը 14 երկրի եվրոպական երկրների ներկայացուցիչներ կանգնել են դուրս եկել դալիճից։ Մարտի 10-ին։ Հասանք։ Ես ուզում եմ նայեք այս Ամերիկայի զինվորին։ Israel. I have a question for my Instagram. Are you willing to die for Israel? Կմեռնես Իսրայելի համար։ Huh? America first or Israel first? Ամերիկան առաջինը թե Իսրայելը, չգիտի։ As an American citizen, you can't say America first? Did you stop? Քրիստիանում նույնիսկ ասի Ամերիկան է կարևոր, թե Իսրայելն է կարևոր։ Սա ամերիկյան բանակն է։ Your life away to Israel or to America, sir? Huh? Come on, man. We were just vibing. What happened? We're not vibing. Nah. Why? Because I asked you a simple question? It came out of nowhere. Yeah, America first is your first. Where are you with? You can answer it. All right. You can answer now. I'm good. Are you allowed to say America first? I'm good. Are you allowed to, though? I'm all right. So Have a good day, sir. So you can't say America. Դենս չասես Ամերիկան է կարևոր, թե Իսրայելն է կարևոր։ Այսենց ալին։ Իսկ քանի դու չես ասում, դու լսի քո ամասեն ինչ են ասում, որտեղ վերական չի արդեն ինչ ասես։ Սա We Jews are God's chosen people, and the Gentiles must learn their purpose in life is to fight and die for Israel. Լսեցին ընկեր ջան, մի խոսքով։ Սա մենք սա է փակի ժողովն է։ Հրեաները ասում դրա ժողովուրդ են, իսկ մնացած աղբը իր պարտականությունն է, ապրի, պատերազմի եւ մեռնի սպասարկելով ընտրված ազգի։ Դե դու հիմա մի պատասխանի։ Այ դու մի պատասխանի։ Ինքը քո փոխարեն պատասխանում է, քո գործը որն է։
Եվ ընդհանրապես սա վերաբերում է ոչ թե մենակ է զինվորին, սա վերաբերում է նաև նրանց, ովքեր շատ մտահոգված են Իսրայելի ապագայով։ Շատ։ Իրաց էլ է վերաբերում։ Տղեկ, դուք եք այդ ջենտալների մեջ մտնում, այդ գոյերի մտնում։ Գոյի լավն ու վատը չի լինում։ Իսկ սա այն Իսրայելի դատախազն է, որը ինֆորմացիա է բանալել, տարածել, ոնց են բռնաբարում ու բռնանում իսրայելցի զինվորները պաղեստինցի գերիների վրա։ Ու այսօր բանը դատախազը սպանվել է, գիտեք, շատ պատահական։ Այո, շատ պատահական։ Special election sending shockwaves through the political world, with the Democrat pulling off a win in a deep red Texas district. Սա է Տեքսասն է, ամենահանրապետական տարածքը, որտեղ 57.2%-ով հաղթում են դեմոկրատները։ Ասես կորցնելու է ամեն ինչ։ Կորցնելու է մինչև նոյեմբեր։ Նոյեմբերին արդեն պարզ է լինելու, որ ինքը ոչինչ բան չունի։ Եթե իհարկե մնա ինքը մինչև իշխանության, բայց քան դիակներն ու զովասները ինչ պետք է անեն սրանք ամերիկացի զինվորներին, պատերազմի հետ ինչ պետք է անեն, բայց նույնիսկ եթե կարողանան ինչ-որ մի բան անել, սա կորսած ընտրություններ է։ Տեքսասը դա պատմական հանրապետականների տարածք է, որտեղ 57.2%-ով դեմոկրատներն են հաղթում, երբեք սես բան չի եղել, բայց Թրամփը սա կարողացավ ապահովել։ Դե հիմա դուք Թրամփի ուր սարքեք ճիշտ ժամանակ։ Ըստ օդում կախված լուրերի ոստիկանության աշխատավարձը շեշտակի կրճատել են, որ ապահովեն այդ 2-3 ամսվա թոշակների բարձրացումը թոշակառուների համար։ Ոչինչ, ոստիկաններ, պետք է ամբռնումով մոտենաք։ Դուք մի 2 ամիս կդիմանաք, մինչև Փաշինյան Նիկոլը թոշակառուների բերանից կկտրի, կտա ձեզ։ Դե դուք քիչ եք, ընդամենը մի 40,000, իսկ իրանք 600,000 պատկերացնում եք։ Պետք է դիմանաք։ Ես վստահ եմ, որ ձեր համար ավելի կարևոր է, որ դուք ապրեք, թոշակառուն թե սովածքը մեռնի, ձեր համար իրական նշանակություն չունի։ Դե Հայաստանը գոյություն չունենա, դա էլ ձեր իրական նշանակություն չունի։ Ես գիտեմ, դա համար ասում, դե դիմացեք էլի։ Կամ կընտրվի ձեր աշխատավարձը կվերականգնվի, կամ չի ընտրվի, դուք ստիպված եք լինելու ծառայել օրենքին այն ժամանակ։ Իսկ միջընտրությունները հոգեշերվածները այդ մի խումբ ավտոբուս է, այդ մի ավտոբուս, հիշում եք, չէ՞, սրանք ընդամենը մեկ ավտոբուս են։ Այս վիճակի մեջ են։ Սա կոչվում է պարել։ Այ ժողովուրդ։ Այ դե ինչքան մնաց 2 ամիս։ Հետո կտեսնենք ով պարելու ու որտեղ է պարելու։ Իսկ հիմա լսենք այս ամեն ինչի մասին ինչ կարծիք ունի վիճակը ահավոր վատ է ու մեր ժողովուրդը պիտի արթնանա այս լոթարենգյան քնից, որպեսզի մենք կարողանանք պայքարենք այս չարիքների դեմ։ Սրանք կույրաղիք են ների, ուրիշ ոչ մի բան։ Խաղաղության մասին է, իրանք բերեցին եռաբլուր մեզ, մեր երկիրը փոքրացրեցին, տարածքը փոքրացրեցին, հողերը փոքրացրեցին, ամեն ինչ նվիրեցին, բաց է բաց։ Երկրի վիճակը Սկո էլ ասում է ժողովուրդը ոչ մի բան չի հասկանում։ Ինչ շատ լավ գիտեմ։ Մի քանի չհասկացողներին ժողովուրդ ջան, որ դուք ձեր շրջապատում ունեք, մի ընդհանրացեք, խնդրում եմ ելի։ Ես որ լսում եմ մարդիկ ինչ փաստեր են բերում, ակնհայտ է, որ այս մարդկանց ոչ մեկ պրոպագանդա չի արել։ Ակնհայտ է, եթե իրանք այդ կան տեսնում են, նշանակում էլի մարդկա տեսնող։ Իրա գրած գիրքն է։ Փաշինյանի համար առաջին թշնամին հենց ինքը Փաշինյանն է։ Դրա ապացույցը վառ ապացույց, իրա գրած գիրքն է։
մի հարկանի դատողություններով, փողոցային թափթփուկների բառապաշարով, ընդեղնից խոսքեր կան, որ Վարդան Ղուկասյանը աշակերտ բանալ միամիտ երեխա է, այդ հավյանքների դիմաց, ես չեմ կարող արտասանել, այդ մակարդակով մարդը երկիր է ղեկավարում, այդ հերրից զռում է, որ ինչ-որ ուժերի, դրսի ուժերի միջոցով եկել է, հերթական գունավոր հեղափոխությամբ եկել է լա վդամքի, 8-րդ հորիզոնական այլել։ Ես ասել եմ, համակարգը սիրում է իր նշանակածներին լիկվիդացնել, որ ժամկետն անցնում է, ասում եմ ծրագիրը զբոյ է տվել, հա մի բան չգնաց, կամ իր շատ դուրջ ընդունեց, կամ թերացավ, այդ նույն համակարգը տարբեր մեթոդաբանություններով լիկվիդացնում է, դա կարող լինի ֆիզիկապես, դա կարող լինի փոխաբերական իմաստով, նույն համակարգը ոնց բերել է, հենց էլ հանելու է, ու բերի մեկ ուրիշին, որ ասի, գիտեք ինչ, դուք չեք թուրքանալու, կարող է, այդ տեսեք թրքասման վտանգը կար, բայց պիտի ընդունեք, որ ռուսերենը ձեր պետական լեզուն է լինել, վստահ եղեք, գովացողներն են լինելու այս ծրագրերը, վստահ եղեք, ուրախացողներն են լինելու, սա որպես փրկություն ընկալողներ են լինելու, ամպայն, ոտենց ու, մեխանիզմը տենց աշխատում, նալսեք սա, Ես չգիտեմ, ես Նիկոլ Փաշինյանի տարբեր դեռ անունը մի տվեք։ Նիկոլ Փաշինյանի։ Ես չգիտեմ, ես Նիկոլ Փաշինյանի տարբեր չեմ ճանաչում։ Ես չեմ ճանաչում։ Անունը մեկ տվեք, աղբոր պես։ Խելաճ մարդանուն տվեք։ 85 տարեկան եմ։ Հələ երբեք այս վիճակի չի եղել մեր երկիրը։ Ոչ մի բան։ Չես կարողանում կառավարել։ խոսերը մեկ են անը ժողովուրդ։ Մանիպուլյացիայի աստվածը։ Ձեր կարծիքով ով է Հայաստանում մանիպուլյացիայի աստվածը։ Մի օքի կա, էդի մի օքի է, Փաշիզադեն։ Ինչո՞։ Բավ կարագի, որ ես չեմ կամզում, որ մեկնա Փաշիզադեն է, ով պետք է լինի։ Հետո գիտեք ձեզ մի բան էլ ասեմ, մեր մանիպուլյացիան հանդուրժողը նաև մեր ժողովուրդն է, ցավոք սրտի։ Գիտեք, ես մի բան եմ ուզում ասեմ ձեզ, մի իրաջ բան, մենք չկտրեք, էլի ամբողջը եթեր տվեք, հա։ Ես ապրել եմ դրսում 30 տարի, նոր եմ վերադարձել հայրենիք, 2 տարի է։ Ես աշխարհում չեմ տեսել մի ազգի, որի մշակույթի նախարարը անպատվի իր հերոսներին ու մնա նախարարությունում աշխատի, հանգիստ իր համարսը ձեռ առնելով լրագրողներին, ասում է նժդեական գաղափարը դա վտանգավոր գաղափարախոսություն, խի Հայաստանում ամենից սուրբ է, հա սուրբ է, այն աղբոման դրած այն համար սուրբ է, որ դա Հայաստանում է, դուք քայլում եք, դուք իմ համար սուրբ եք, ձեր անձնական կյանքը դա ձերն է, իհարկե սուրբ է ամեն։ Հիմա գիտեք, ես այն օրը նստած բան էի գրում, մտածում էի սենց, մենք գիտեք ինչի դեմ ենք կանգնած 18 թվի սարդարապետի դեմ, ավելի ծանր իրավիճակի մեջ են, շատ ծանր իրավիճակի մեջ, ու ես մտածում եմ, որ սա կարող է ավելի վատ բաների գնալ։ Բաժանորդը։ Չկասկածես։ Ինք ասում էր, ասեք կանեք, ժողովուրդն ասում է հեռացեք, թող հեռանան, չէ՞, զգոն ժողովուրդը զզվում է իրանցից։ Ոնց ասեմ, որ իրանք հեռանան։ Դե հարկայինի հետ Ավինյանի այդքան շատ կապ չունի, ինչ կա։ Գիտեք ինչ, հարկայինն է Նիկոլ Ավինյան պասերով խաղեն անում ստեղ ժողովրդի հետ, հա, Նիկոլ Ավինյան պասերով, ամեն ինչ է, ինչ, ոնց ասենք, որ հասկանան, որ զզվում է ժողովուրդը, իրանց տեսնել չի ուզում։ Խորհրդանում Ալիևին գովեստի խոսքեր է շռայլում, իսկ վեհափարին թիրախավորում։ Ոչ, իհարկե նորմալ չէ, ավելին աննորմալ է։ Ո՞ն է ձեզ համար ավելի վատ, գովաբանել Ալիևին, թե նույն մակարդակի են, մեկ էլ թուրքերը իրար գովաբանեն ու հակառակը կնվաստացեն վեհափարին։ Բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սա էլ մենք Փաշինյանին բարած այս քաղաքականությունը մի օր կարող է նաև արդարացնել Ռամիլ Սաֆարովի արարքը։ Այսինքն սա բոլոր կարմիր գծերը ջնջելու մասին է եւ
հույս ունեմ, ավելի շատ համոզված եմ, որ ոչ միայն արցախցիների, այլ հայ ազգի մեծ մասը չի ընդունելու այս թուրք-ադրբեջանական առաջարկը եւ շարունակելու է առաջ տանել արցախյան հարցը, որը շատ կարեւոր է, էական է, կենսական նշանակություն ունի նաեւ Հայաստանի Հանրապետության համար։ Մի ասեք մեր ժողովուրդը ոչ իման չի հասկանում, մի ասեք մեր ժողովուրդը կարա Նիկոլ ընտրի, մեր ժողովուրդը չի կարա Նիկոլ ընտրի, չէ ժողովուրդ։ Գիտեք, ժամանակին երևի մեծ աշխատանք պետք է տարվեր, որ այս մարդիկ այսքան տեղեկացված լինեն, այս եզրակացություններին գային։ Ես քանի որ ես միշտ այս աշխատանքով զբաղվել եմ, ես գիտեմ դա ինչ է նշանակում։ Մարդկանց բերել ես գիտակցության, դա ահռելի աշխատանք է տարել Նիկոլը, բացասական իմաստով, որ մարդկանց բերել է այս գիտակցության։ Սա մեկը չէր կարող անել։ Ցավոք դա շատ թանկ արժեցավ մեզ բոլորիս համար։ Բայց եթե բերել է հասել այս վիճակին, այս գիտակցության, այ սա չի կարող հետևանքներ չթողել։ Այլ եմ որ ասում եմ, չեք թույլ տալու, որ այսքան զոհերի գնով բերված գիտակցությունը փոշիանա, այո, այսքան զոհերը բերել է այդ գիտակցության, որն ասում է, որ ժամ առաջ քոլման թուրքի ծնունդից ազատ վերապրեք։ Եվ քո տեղը բացառապես բանտում է։ Բացառապես։ Ու դա չի կարելի թողել, որ դա փոշիանա։ Իսկ վերջում ես ուզում եմ դիտենք այս կարճ տեսանյութը։ Russian ballet famous as Vaganova. Do you know that the founder of the Russian ballet famous as Vaganova Academy is Armenian Agrippina Vahanyan, daughter to an Armenian father, Hagop Vahanyan? Vaganova was a famous Soviet ballerina and teacher who developed the Vaganova method, the technique which derived from the classical style of the old imperial ballet school. Սա մասին է, որ հայտնիկը ռուսական բալետ ասում, բայց ռուսական չէ, Սանկտ Պետերբուրգի դպրոցն է, որ առաջնային է ռուսական բալետի մեջ, որի հիմնադիրը Ագրիպինա Վահանյանն է, Հակոբ Վահանյանի դուստրը, հայտնի Վագանովկա դպրոցի, բալետային դպրոցի հիմնադիրը, այս գեղեցիկ հայուհի։ Եթե ես մի օր քաղաքականությունից կարողանամ աչք բացել, մի քիչ դնեմ մի կողմ, ես մի հատ մեծ բան պետք է սկսեմ արվեստի դաշտում հետազոտությունները, այս կարգի մեծացություններ, որտեղ ինչ են ստեղծել։ Ինձ արվեստն է հետաքրքրում, որովհետև տեսեք, շատ լավ գործ է անում օրինակ Էդվարդ Մանվելյանը։ Ինքը խառը է գիտության, քաղաքականության, պատմության մեջ, որտեղ ինչքան լավ հայ կա գտնում է։ Դա շատ կարևոր է։ Ինձ իմ արվեստն է։ Ես գտնել եմ էլ ինչ Վահանովնաներ ունենք մենք, Վահանյաններ ունենք արվեստի աշխարհում, որոնք իրանց հետևից դպրոցներ են թողել, որոնք դարձել են լեգենդներ եւ ծառայում են ուրիշ երկրներին, ուրիշ կասություններին իրենց անուններով։ Սա ոչ թե մեզ փուչ մեծամտություն ներշնչելու համար է պետք։ Չէ, որ մենք իրական մեր արժեքն ու մասշտաբները պատկերացնենք, թե մենք ինչ մասշտաբների ժողովուրդ ենք։ Մենք ոնց կարող է հայ բալետ չունենա, բայց հանդիսանա Սանկտ Պետերբուրգի բալետային դպրոցի հիմնադիրը, որ աշխարհի առաջատար դպրոցն է։ Աշխարհի, եթե աշխարհի մեջ կա 1-2 առաջատար դպրոց, մեկը հաստատ բանն է, Վագանովկանը։ Եթե ոչ առաջինը։ Ու այդպես ու հիմնադիրը այ։ Նույնպես եմ ասում, սա նա համար չէ, որ մենք այս փուչ այս սնոբիզմով տարապենք, որ տիպը նուպագազինել է հայ, չէ։ Ովքեր հասկանանք մեր մասշտաբներն ու նշանակությունը պատմության մեջ, որպեսզի մի քիչ մեզ լուրջ վերաբերվենք։ Մենք այս տեսակետից նայենք, հասկանում եք, հələ մի հատ Վագանով այս գերեզկուն նայեք, հələ մի հատ պատկերացրեք իր վարչապետը Նիկոլն է։ Դուք պատկերացնում եք, հրեսի նայեք, այս հրա կողքին։ Անհամատեղելի բաներ են, այս մասշտաբներն ունեցող, այս որակներն ունեցող ազգի
ղեկավարությունը չի կարող այդ ոչնչություն, այդ խմբակը լինի, այդ մի ավտոբուս տիղմը լինի, հասկանում եք, չի կարող, իմ ինքնասիրությունը ամենաշատ դա է վիրավորում։ Այ հենց մենք սկսենք այս լրջությամբ ես վերաբերվել, մեր համար անտանելի է լինել այդ ամեն ինչը։ Ու մենք գիշեր-ցերեկ չենք քնի լուծումներ փնտրելու համար։ Ոնց ազատվենք, ոնց վերականգնենք մեր իրական դերն ու նշանակությունը մարդկության պատմության մեջ։ Որովհետև եթե մենք չենք գնահատում, ոնց, եթե չենք հասկանում մեր դերն ու նշանակությունը, ոնց կարող ենք ինչ-որ տեղ գրավենք, ինչ-որ դիշտ գրավենք։ Չէ, սկզբից որպեսզի քեզ լուրջ վերաբերվել, նախ ինքդ դու քեզ պետք է լուրջ վերաբերվես, ճանաչես, էլի գալիս ենք այդ ամեն ինքնաճանաչման վրա։ Եթե դու ասել ամենասիրուն բառը որն է, ամենակարևոր հայերեն բառը, ես կասեմ առանց մտածելու, ինքնաճանաչում։ Դա ամեն ինչը տեղից է սկսում։ Աստվածաշնչում դրան ասում են ճանաչիր իմաստություն եւ զղրատ իմանաս բանս հանճարել։ Դա էլի ճանաչման վերաբերյալ է։ Դա էլի իմաստությունն ու զղրատ ճանաչելն է, դա էլի ինքնաճանաչումը։ Դա ուղղակի սովորելը չի։ Այսօր մենք մի օրս ճանապարհ կանցնենք ու կվերագտնենք ինքներս մեզ։ Կվերագտնենք սա կարևոր է։ Այսօր այսքան լավ մնացեք։